Սա ոնց որ հատուկ միջավայր է կոդ գրելու համար, որտեղ որ ես կարամ հենց տեքստեր գրեմ, sense տեքստ գրեմ, նկար դնեմ, ինչ ասես անեմ, համ հենց բուն կոդեր ունենամ, դուք որ կոդ գրեք, ստեղով չեք կոդը գրելու, ձեր մոտ լինելու է ուղղակի մի հատ կոդի դաշտ, ոնց որ սրանից չզարմանաք, էլի, ասեք, ես ինչ հայերեն տեքստեր է Python-ի մեջ, ես ինչ է կատարվում բանման, ես ոնց որ հատուկ տենց միջավայր է, էլի։ Ահա։ Դե եկեք գնանք արդեն առաջի բանը, որ տենց, լսում եմ։ Իսկ կարող են կոդերը online GDB-ով կամ Visual Code-ով անել։ Կարանք, իրականում հիմնականում տենց ինչ դասընթաց տեսել եմ, հենց սկսվում են բանով, որ կոդ գրելու համար ինչ-որ ծրագիր են քաշում, Python-ն կոմպի մեջ քաշում բան, դրանից է հիմնականում սա սկսում։ Մենք այդ մի քիչ լավ ուշ ենք անելու, որովհետև իմ կարծիքով այն ամենաջանջալ անհետաքրքիր բանն է, որ ոչ մեկ իր կյանքում չի ուզում բռնի տենց ինչ-որ բաներ քաշի, փորձի նստացնի բան, ու դրանից սկսելը մի քիչ շատ դեմոտիվացնող կարա լինի։ Մենք է դրան գալու ենք, երբ որ հենց դրա բուն կարիքը լինի, դրա կարիքը լինելու է, ինչ որ ժամանակ հետո արդեն նենց կոդեր ենք գրելու, որ մեզ լուրջ բան է պետք լինելու ունենանք, բայց մինչև այդ չէ։ Բայց իհարկե, եթե այդ ամեն չկա, Visual Studio բան դրան սաղ ծանոթ եք, կարող եք միանգամից դրանով անք, էլի խնդիր չկա։ Նաև online GDB-ն կա ու այդտեղով էլ է շատ հարմար գրել է իրականում։ Ես միշտ online GDB-ով եմ փորձում ստուգել կոդերը, քանի որ Python նաև դպրոցում եմ սովորում, այսպես ասած։ Ընտիր։ Շատ լավ է։ Իրականում այս որտեղ որ տնային ենք անելու, ինքը հենց իր մեջ Python գրելու բան է ունենալու, այնց լավ հարմար սարքած բան է, բայց այդ կայքն էլ շատ ընտիր է։ Կարևորը կոդը լավ լինի, թե որտեղ կլինի, այդ մեջ։ Մեր Դες մերսի հարցի համար։ Էլ ինչ որ հարցեր կան, ժողովուրդ։ Դրանով ոնց որ առաջի բանը, որ սովորելու ենք անել, այնա, որ այս մեր կոմպին, այս մեր Python-ին սովորացնենք ինքը մեր հետ հաղորդակցվի։ Պետք է սովորացնենք, որ ինքը ինչ անում է, մեզ վերջում արդյունքը ցույց տա։ Այսինքն տրամաբանական բան են, որ սկսել նրանից, որ սովորելն ես, թե ոնց է կարելի ինչ-որ բան տպել Python-ով, արտածել, նենց որ այս ծրագիրն է, ինքը ինչ-որ բան տպի, մեզ ցույց տա։ Այսա օրինակներ նայենք, մի քիչ ավելի շատ տեղ կընկնի։ Դրա համար պետքա պարզապես աշխատացնել այս print կոչվող հրամանը, print անգլերենով հենց տպել է նշանակում։ Գրում ենք print, դնում ենք sense չակերտ փակագծեր, գլոր, ու իր մեջ գրում ենք օրինակ ինչ-որ թիվ, սա եթե աշխատացնենք, ինքը sense ելքում տվեց 11։ Սա ծրագիրն է, սրանով սխմում, ստեղ ելքը տեսնում եմ։ Կարա ցանկացած թիվ լինի ստեղ։ Ուղղակի գրում ենք, ինքը մեզ տպում է։ Այս ոնց որ են առաջի քայլն է, որ հետո պետքա ամեն ինչ վերջում ամեն ինչը պետքա ինչ որ ձև print անենք։ Ո՞վ էս մեր առաջի հրամանը, որ սովորեցինք։ Տեքստից բացի, թվերից բացի նաև տեքստ կարանք տպենք։ Տեքստի համար անում ենք հետևյալը. դնում ենք չակերտ կամ մի հատիկ չակերտ կամ երկու հատիկանոց չակերտ ու իր մեջ գրում ենք մեր տեքստը։ Սա եթե աշխատացնենք, էլի նույն ձև արտացում այն ինչ իրեն տվել էինք։ Կապ չունի մի հատ կլինի թե երկու հատ, կարևորը նա որ նույն չափի լինի, այսինքն այսա արդեն խնդիր է։ Բայց եթե երկու կողմից էլ երկու հատանց լինի, դա խնդիր չկա։ Այս պանիր բառը շատ եք տեսնելու դասընթացի ընթացքում, ես երբ չեմ իմանում ինչ բառ օգտագործեմ, այս բառն եմ օգտագործում։ Մի քիչ տարօրինակ է, բայց հիմիկվանից արդեն սովորենք սրան։ Ահա։ Ու ոնց որ կարանք մի քանի բան միանգամից իրար հետ տպենք, եթե ուզում ենք երկու տարբեր բան տպենք, իրարից առանձնացնում ենք ստորակետով, գրում ենք առաջին տեքստը, որ ուզում ենք տպենք, sense չակերտների մեջ դնում ենք ստորակետ, հետո կարանք դնենք բացատ, կարանք չդնենք, կարանք 100 հատ դնենք, կապ չունի, բայց որ հարմար լինի, մի հատ բացատ ենք դնում ու գրում ենք մյուս տեքստը։ Հիմա սա եթե աշխատացնեմ, սա կտպի այս մեր կված երկու բառը իրարից առանձնացած բացատով։ Ու նաև կարանք sense մի քանի բան տպելուց նաև թվեր ունենանք, էլի մեջը, կարանք հանգիստ sense 12 էլ տպենք, էլի նույն կառուցվածքով ինքը բերելու է ամեն ինչ միացնի իրար։ Չակերտ բան, պրոբելներով ամեն ինչ միացնի իրար։ Ստեղ ինչ որ հարցեր կա միջև այս պահը։ Լսում եմ։ Իսկ փակագիծը, այսինքն ամեն դեպքում պարտադիր է։ Ոնց որ sense կարանք պատկերացնենք, էլի այդ print-ը մի հատ ինչ որ հրաման է, ու իրան պետք է ինչ որ բան տանք, որ ինքը դրա հետ անի,
պետք է իրան օրինակ թիվ տանք, ինքը այդ թիվը տպի։ Այդ ինչ որ բանը, որ իրան տալիս ենք, պետք է փակագծերի մեջ տանք, էլի։ Այսինքն ասում ենք օգտագործի, ոնց որ կանչենք print անող մարդուն, իրան տես փակագծերի մեջ դնենք այն ինչ ուզում ենք տպենք, ու տպի ու ինքը տպի, էլի։ Այդ հայ այդ գրելաձևի մեջ կարևոր կետ է, էլի։ Հա, մերսի հարցի համար։ Բարձր չէ։ Okay։ Հա, բարի։ Էլի հարցեր կան ժողովուրդ։ Print որ գրում եք hello չպիտի заранее իրան определить անենք հետո Այսինքն print-ին определить անենք։ Սկզբից այդ ինչ որ բանա Հա, հասկացա հարցը։ Մինչև print-ը պիտի ինչ որ մի ձևի իրան սահմանեք, հետո որ ինքը print անի այդքանը։ Մի Հասկացա։ Ես Sololon եմ հիմա մի երկու շաբաթ Sololon-ից Python եմ սովորում, այդտեղից այդ բաները սովորել եմ, այդ կոդերը։ Այնտեղ առանց սկզբնական այդ մասի printer գրում է որ չի արտացել բան։ Չգիտեմ, կարող ես սխալվում։ Հասկացա, չէ, հասկացա, լավ հարց եք տալիս։ Sololon-ում կարող ինչ որ բան տենց հենց իրենց կոդ գրելու բանի հետ է մի բան յուրահատուկ։ Ընդհանուր ոնց որ կան ինչ որ հրամաններ, որոնք որ Python-ը գիտի, Python-ը ծանոթ է, ասած հենց Python-ը բերեցինք մեր մոտ, իրանք կան, ասած ասած եթե ավտո գնացինք, ավտոյի հետ գալիս է իր շարժիչը, գալիս է իր նստարանները, ղեկը եւ այլն։ Դրանք երբ ուզենք, ոնց ուզենք հանգիստ կարանք օգտագործենք։ Բայց եթե այն օդի թարմացուցիչից ուզենանք դնենք, այդ արդեն պետք է առանձին բերենք, ասենք գիտեք ինչ էս օդը թարմացնող բանը այս-ա է, ու նոր իրան օգտագործենք։ Բայց սա այս print-ը ինքը Python-ի հետ եկող այն իր կառուցվածքային հիմնական բաներից է, էլի։ Python-ը հստակ գիտի թե ինչ է նշանակում print, էլի։ Մենք հետո կսովորենք բաներ սարքել ու Python-ին ասել, որ նայ մենք նոր բան ենք սարքել, հիմա ուզում ենք իրան օգտագործենք։ Բայց հələ դեռ օգտագործում ենք Python-ի տվածից, էլի։ Եթե էլի տերմին ասեմ, Python-ի built-in, այսինքն հենց մեջը պարունակված, մեջը պատրաստած հրամաններն ենք օգտագործում, էլի, այն ինչը Python-ի հետ գալիս է ավտոմատ, էլի, sense ասած։ Okay։ Շնորհակալություն։ Դες մերսի հարցի համար։ Էլի հարցեր կան ժողովուրդ։ Okay։ Այս ոնց որ մի տողանոց ծրագիր գրեցինք, լավ է, բայց հիմնականում տենց մի քանի տող է լինում ծրագրերը, բազմաթիվ տողեր։ Եթե ուզենանք ես ունենք երկու տողանոց ծրագիր ունենանք, ուղղակի պետքա բան անենք, պետքա գանք ու ստեղից իշտենք ներքևի տող ու հենց միանգամից տակը առանց sense ինչ որ պրաբելի բանի, հենց միանգամից տակը տպենք մեր հաջորդ բանը, որ ուզում ենք աշխատացնենք։ Այստեղ օրինակ երկրորդ տողում ուզում ենք տպենք Արմենիա։ Սա եթե տպենք, ինքը հենց ելքի մեջ նույնպես ուղղակի գալու է ու վերջում նոր տող իջնի ու ծրագիրը sense ներքևից վերև աշխատելով գնալու է, էլի։ Մի տողի վրա սա կտպի, այս սրա արդյունքը, հաջորդ տողի վրա սրա արդյունքը կտպի։ Հա։ Մի վարքյան, իմ մոտ սարեtkայի ֆիքիրա։ Ահա, լսված։ Դե եկեք տպենք մեր առաջի ծրագիրը, գրենք մեր առաջի կոդը sense ասած, այդ ընդունված է որ պետք է առաջի ծրագիրը գրենք տենց բարև աշխարհ, այդ ինչ լեզու սովորում եք առաջինը hello world տպելն է։ Ինչ որ մեկը կփորձի ասի թե ոնց կարող են գրել, որ ոնց կարող են ծրագիր գրել, որ կարտացի այդ hello world-ը։ Ես ասեմ։ Print։ Ահա։ Փակագիծը բացում ենք, ճակերտները դնում ու hello world։ Ահա, հա, ընտիր։ Բացական չկա նշանը, եթե պետք է։ Հա, դնենք, ուրախ ենք, դնենք այս նշանները։ Հա, շատ լավ, ապրես։ Սենց բան, դասի ընթացքում ինչ որ երբեմն պուճուր-մուճուր առաջադրանքներ կլինի, որ հանկարծ ոչ մեկս չքնենք ու միանգամից կիրառենք այն ինչ արարեցինք։ Հենց ինչ որ պստիկ առաջադրանքներ հələ կլինի, էլի դեռ։ Հենց այսօր չէ, բայց ընդհանուր։ Դե օքեյ, ժողովուրդ, շնորհավոր, այս մեր առաջի ծրագիրն է, այսօր ճանապարհը սկսեցինք, արդեն գնում ենք առաջ։ Հիմա մի քիչ էլ տենց էս տպելու հետ կապված կխոսենք, տեսնենք ոնց կարանք իրան ավելի տենց սպეციფიկ դարձնենք, ավելի հետաքրքիր դարձնենք։ Մի հատ նկատառում։ Մենք այստեղ ինչ գրում էինք ու իրենց առանձնացնում էինք։ Ինքը եթե մի քանի բան ենք տպում, ամեն ինչի արանքը դնում էր բաց հատ, չէ՞։
բայց կարող չենք ուզում բացատ դնի։ Python-ը մեզ թույլ է տալիս դա փոփոխել, դրա համար պետք է անենք հետևյալը, այս մեր print-ը որ գրել ենք, այսինքն ծրագիր ենք գրել, որ ինչ որ բան է տպում, ինչ որ ուրիշ բան, ասես տպումը իրար մեջ բացատ է դնում, եթե ուզում ենք ասենք չգիտես ինչ բացատ մի դիր, ուրիշ բան դիր, պետք է այս բոլոր բաներից հետո, ինչ ուզում ենք տպենք, դնենք ստորակետ, հետո գրենք SYEP-ը հավասար է, SEP-ը գալիս է անգլերեն separate բառից կամ separator բաժանիչ բառից, այսինքն ասենք SEP-ը հավասար է, իրան ասենք թե ինքը ոնց բաժանի իրարից։ Ստեղ գրել եմ SEP-ը հավասար է, ինչ որ տենց էմոջի եմ դրել, սա եթե հաշտացենք, տեսնենք, որ մենք հիմա իրանք իրարից ոչ թե բաժանված են բացատով, ինչպես նախկինում են, այլ բաժանված են այդ իմ գրած բանով։ Այս օքեյ էր։ Բարի, մեկ էլ հասկանանք ոնց է Python-ում աշխատում այդ ներքևի տող գնալու բանը։ Իրականում ոնց որ Python-ը ինչ տպում է, ինչ տեքստ իր մեջ բում է, ինքը մի հատ sense երկար տող է։ Իր մեջ sense բաներ չկա, որ ինքը իջնում է ներքևի տողից է գրում։ Ինքը հակառակը ունի, ինքը դրա համար ունի սիմվոլ, թե ինչ է նշանակում գնալ ներքևի տող, ու այդ սիմվոլը հետևյալն է։ Գրում ենք այս slash-ի նշան, այսինքն tag-ից ու n-ն գալիս է new բառից։ Հիմա սա եթե աշխատացնենք, 4 հատ a-ը գրածա slash-ն 4 հատ a-ը, սա ոչ թե տպելու է 4 հատ a slash-ն 4 հատ a, ոնց ուզում ենք, այլ տպելու է 4 հատ a ու հետո իջնի ներքևի տող, կտպի երի 4 հատ a։ Python-ի աշխարհով սենց է։ Տեսնում եք գրածա a տպեց a։ Տեսնում եք գրածա slash, ասում եմ մի վարքյան, այս չպետք է տպեմ, հələ սպասեմ տեսնեմ ինձ ինչ է գալիս։ Տեսնում եք slash-ից հետո գրածա n, ասում եմ, հա, օքեյ, պետք է իջնեմ ներքևի տող, իջնում է ներքևի տող, եկավ ստեղ։ Ու շարունակում է մնացածը տպել։ Այս պատկերացեցիք։ Հա։ Հիմա այստեղ հա, End line-ն է, էլի, end line։ Հա, end line վերջացնել տողը։ Հա, շատ լավ։ Այստեղ եթե նկատենք, այս որ մի քանի տողանոց ծրագրեր են գրում, իրենք բոլորը առանձնացնում է բանով, նոր տողով։ Իրականում սրա մեջ տեղի ունենում են, որ ինքը այստեղ մենք ինչ գրել ենք, սրան ավելացնում է slash-ն ու հետո կպցնում է այս տակը գրված ամեն ինչը։ Այսինքն ինքը վերջից կցագրում է այդ slash-ն գրվածը։ Ու այդ վերջից կցագրվելու բանը նույնպես կարանք փոխենք, ասենք, գիտես ինչ, ոչ թե վերջում դիր ներքև իջնելու բան հրամանը, այլ վերջում դիր ինչ ուզենք։ Էդ էլ արվում է, ոնց այդտեղ գրում ենք SEP-ը հավասար է ինչ-որ բան, հիմա պետք է գրենք end-ը հավասար է ինչ-որ բան։ Եթե գրենք այդտեղ ուղղակի end-ը հավասար է slash-ն, ինքը կաշխատի հենց նենց ոնց աշխատում էինք, ասենց ասած ըստ լռելիային, եթե չես կպնում իրան, SEP-ը գրվածը հավասար է բացատ, end-ը գրվածը հավասար է slash-ն։ Էլի տերմին ներմուծելու համար այդ իր default արժեքներն են, ասենց մեկ-մեկ անգլերեն եմ բանելու, որ կամաց անգլերենն էլ ադապտացվի էլի ձեր մոտ։ Ու եթե ուզենանք դա փոխենք, ասենք չգիտես ինչ ուրիշ ձև արա, օրինակ այստեղ որ ասում ես 12 միավորը գնում է, միանգամից իջնում ես ներքևի տող Արմենիա ես գրում, դրա փոխարեն ոչ թե իջի ներքևի տող, այլ այս տպի, դրամատիկ դադար ինչ որ բան տպի, դրա փոխարեն գնում ենք end-ը հավասար է այդ ամեն ինչին, ու կտեսնենք, որ ինքը go-to-ից հետո ոչ թե իջավ ներքևի տող, ոնց նախորդ օրինակում էր, այլ դրեց այս մեր տեքստը։ Հա, այստեղ ինչ որ հարց կա։ Okay, այստեղ մի քանի հատ օրինակ եմ դրել, տենց տարատեսակ, որ հիմա տենց շատ չկենտրոնանանք իրար, բայց ես այս կոդը ձեզ ուղարկելու եմ։ Կոդը նայելուց կարեք մի հատ այլ ուսումնասիրեք, տեսնեք, որ արդյոք ամեն ինչ ինչ գրված է, հասկանում եք թե ոնց է։ Բայց այստեղ մենակ այս վերջինը նշեմ, կարող ենք հանգիստ համ SEP օգտագործել, համ end օգտագործել միաժամանակ։ Այստեղ օրինակ, որ այս առաջի տողը բաժանում ենք իրարից բացատներով ու վերջում դնում ենք այս տեքստը։ Կարանք նաև ասենք, չգիտես ինչ, իրարից բաժանի ուրիշ ձև, օրինակ իրարից բաժանելու sense 3 հատ գծիկ դիր, ինքը երկու բանն էլ կանի, համ բացատի փոխարեն սա այս գծիկները կօգտագործի, համ վերջում կգծագրի դրամատիկ դադար նոր տող իջնելու փոխարեն։ Դա ժողովուրդ, print-ից այսքանը, ինչ որ հարցեր կան։
Դա շատ լավ, սովորեցինք մեր առաջին հրամանը, ընտիր։ Ստեղ արագ սորենք մի հատ կոմենտներ կոչվող բանը, մեկնաբանություններ։ Եկեք մի հատ բարձրանանք, նկատեք ստեղ, տեսեք ինչ որ բան եմ գրել, ինչ որ հայերեն տեքստ եմ գրել ուղղակի, ու ոչ մի ձև այս տեքստին չեմ անդրադարձել, ու ոչ մի ձև այս տեքստը չենք նկատել, որ sense տեքստ գոյություն ունի։ Ստեղ վերևն էլ որնենք, ինչ որ հայերենով տեքստեր եմ դնում կամ կապ չունի լեզուն, ինչ որ տեքստեր եմ դնում, որոնք որ ոչ մի ձև չեն ազդում կոդի վրա, այս սրանք կոչվում են մեկնաբանություններ։ Մեկնաբանությունը այդ այն բանն է, որ մենք տեսնում ենք, բայց կոմպը չի տեսնում։ Սենց ոնց որ լուսանցքում փոքր նշումներ անենք մեր համար։ Մեկնաբանություն գրելու համար երկու մեթոդ ունենք։ Առաջին մեթոդը այն է, որ դնում ենք վանդականիշ, ու դրանից հետո ինչ ուզում գրում ենք։ Հիմա այս մենք տեսնում ենք, բայց եթե սա աշխատացնենք, տեսեք գրում է 1 2։ Python-ը չի տեսնում։ Այս հենց ոնց որ մարդկանց կողմից մարդկանց համար գրված մեկ բաներ են, էլի։ Շատ կարևոր է այդ մեկնաբանությունները դնելը, որովհետև համ մեզ է օգտակար հետո հասկանալ ծրագիրը, համ այն մարդկանց, ովքեր որ աշխատելու են մեր ծրագրի հետ։ Սա մի տողանոց մեկնաբանություններ, կա նաև մի քանի տողանոց մեկնաբանություններ։ Իրանք արվում են sense 3 հատ ճակերտ գրելով, 3 հատ ճակերտ ենք դնում, ու տենց երկու զույգ ու արանքը ինչքան շատ տեքստ ուզենք, կարան գրենք։ Այս 3 ճակերտները իրականում իրենց ավելի նուրբ բան են ներկայացնում, մենք իրենց հետո իրան անդրադառնանք, բայց այս պայդրությամբ կանք իրենց մասին մտածենք ուղղակի որպես մեկնաբանություններ։ Այս էլ մեկնաբանությունները, ինչ որ հարցեր կան ստեղի ժողովուրդ։ Okay. Մեկ էլ դասամիջոցի հետ կապված ես մի գաղափարն էլ բացատրեմ, ձեզ մի հատ կհարցնեմ, կասեմ, որ դասամիջոց ուզում եք թե չէ, ըստ դրա արդեն կհասկանանք, էլի։ Ես մեկ էլ երևի վերջում մի հատ փոքր հարցում կուղարկեմ անանուն, որ այս դասի հետ կապված տենց հետադարձ կապտակ, թե ինչն էր լավ, ինչն էր վատ, որ ըստ դրա փոփոխենք, էլի։ Որ մենք լրիվ ազատ, լրիվ չկունենք, պետք է ըստ ձեզ ամեն ինչ, ձեզ ամենահարմար ձևավորմամբ։ Դրա համար էլ առաջի քայլն է, որ ունենք էլի ձեզ հարմարը որնա։ Դակեք ուսում եմ։ Այս կոմենտների երկրորդը ճակերտների անունը հենց ճակերտներ ասենք թե ինչ որ տերմին կա։ Երևի բան անգլերենով ասում են մի բան մյուտ կա տերմին օգտագործելու թե չէ։ Ահա, հեսա կասեմ, ուղղակի որ խոսում եմ միանգամից էֆոմնիսվում է, մի բան մյուտ կլինես, որ խնդրեմ։ Ինչա։ Մի բան մյուտ կսխմես, երբ որ խոսում եմ էֆոն հետ եմ գալիս միանգամից, էլի։ Հա, մերսի շատ։ Իրականում այսքանը ասելու տեղը կարելի միանգամից հարցի պատասխանել, բայց ապագայի համար էլ պետք կա։ Նա ինչ տերմինները, այդ շատ լավ հարց է այս միջադոց, տերմինները արժի իմանալ, որտեղ ինչ որ բայց տես լիքը բան ինքներդ եք Google-ով փնտրելու բանալու, դրա համար տերմինները ու անգլերենը պետք են շատ։ Սրա տերմինը ինձ թվում է, սրան ասում են triple quote, եռակի ճակերտներ, այսպես։ Բայց իրան տենց ոնց էլ դիմես նորմալ է, էլի։ Կարաս ասես են 3 հատանոց ճակերտ, միանգամից բոլորս կհասկանանք։ Բայց շատ լավ է որցերը, տերմինների բանը շատ լավ է, այդ կարևոր է, էլի տերմինների իսկականից բան անել։ Մենք տենց հիմնականում այստեղ սկզբում ամեն ինչը sense հայերենով գրել եմ, բայց ինչ որ բայից տենց տերմինները կարող են քիչ սկսենք թարգմանել, երբ որ իմաստ չունենա այլ տերմին թարգմանել, էլի։ Ավելի լավ է անգլերենը իմանալ։ Հա, մի խոսքով, մերսի հարցի համար, եթե ինչ որ հարց կա ասա, ու բոլորն էլ եթե հարց ունեք, ասեք։ Okay. Դե կանք տենց բավականին կարևոր գաղափարի մի հատ, փոփոխականներ կոչվող գաղափարի, դպրոցից ծանոթ ենք, որ տենց x-ը փոփոխական է, տենց սաղ դպրոցի ընթացքում այդ x-ն ենք փնտրում, տեսնենք թե այստեղ ինչ են փոփոխականները, այստեղ մի հատ փոճուր նկատառում, այստեղ այս տեքստերը ահավոր շատ կրկնվում են ամենտեղ, ես ամենտեղ sense գրել եմ points go to, այս երկար արտահայտությունը ամենտեղ գրել եմ։ Հարմար կլիներ, եթե ես իրան տենց մի հատ կարճ անուն տայի, մի հատ փոճուրիկ անուն տայի ու հետո այդ անունը ուղղակի գրեի։ Ասենք ստեղ գրեի անհավասարա points go to ու հետո այս ան կկոչվեր փոփոխական ու հետո գրեի ուղղակի print a։ Այս փոփոխականների մասին կարաք sense մտածեք։
ասենք եթե գնում եք դասի կամ գնում եք աշխատանքի, ձեր ինչ որ տարբեր տետրեր պետք է վերցնեք, ավելի լավ է մի հատ տետր ունենաք, որի անունը կդնեք մաթեմի տետր, այդ տետրը ձեր մոտ դարակում դրված կլինի, երբ պետք կլինի այդ մաթեմի տետրը կվերցնեք ու իր հետ գործ կանեք, իր մեջ կգրեք։ Շատ ավելի լավ է անել տես, քան ամեն անգամ գալ դասի ասել, «Այ գնամ հələ խանութ մաթեմի տետր առնեմ գամ»։ Նույնը անել հայոց լեզվի տետրի համար, նույնը անել ֆիզիկայի տետրի համար եւ այլն եւ այլն։ Հիմա ստեղ երբ որ կա փոփոխականներ, որ կա ինչ-որ արժեքներ, ասենք այս տեքստը, որ հաճախ օգտագործում ենք, ավելի խելքին մտա, որ իրան դարակի մեջ պահած ունենանք, այդ դարակից գանք վերցնենք օգտագործենք։ Հիմա որ Python-ին ասենք դարակի մեջ դիր էս արժեքը, իրան պետք է ասենք, որ արսենք այդ դարակի անունը ու այդ դարակի արժեքը։ Ինքը հենց իր հիշողության մեջ մի հատ ինչ-որ բջիջի մեջ դնելու այս points go to արտահայտությունը, ու այդ բջիջի անունը դնի a։ Մեզ հենց պետք լինի այս points go to-ն օգտագործել, մենք ուղղակի իրան ասելու ենք a։ Ինքը գնալու է այդ i դարակից վերցնի բերի մեզ արժեքը։ Հետո կարող ենք գնանք, ասենք այդ արժեքը բեր փոխի։ Ասում ենք այդ մաթեմի տետրը բեր մեջը, ասենք բան կանոն դնենք, ոչ թե տետր դնենք այդ դարակի մեջ հետ։ Մոտավորապես տես փոփոխականների գաղափարի մասին էլի մի քիչ տես abstract-ոտ։ Հույս ունեմ ավելի շատ բացատրող էր, քան սխառնող, բայց եթե հարցեր ունեք, ասեք։ Okay։ Այս հիշողության այդ բջիջներին, որ անուն դնում ենք, որ մեր դարակներին անուն դնում ենք, մի փոքր սահմանափակումներ կա, թե ինչ կարանք դնենք այդ անունները։ Մեզ կարելի է օգտագործել այնց ցանկացած լատինատառ տառեր, մեծատառ, փոքրատառ, խնդիր չկա։ Ոչ մի հայատառ չեն կարող, ռուսերեն չեն կարող, մենակ լատինատառ տառեր։ Արժեքը կարա հայատառ լինի, բայց փոփոխականի անունը չի կարող լինի հայատառ։ Մեզ կարելի է օգտագործել բոլոր տառերը, մեծատառ, փոքրատառերով, բոլոր թվերը ու մի հատ էլ հատուկ նշան, այս ներքևի գծիկի նշանը անգլերենով underscore։ Ու մի քիչ սահմանափակում կա, թե ինչ պրինցիպով իրենք կանք օգտագործենք։ Մեզ չի կարելի սկզբում թիվ օգտագործել, միշտ պետքա տառով սկսենք կամ այդ տակի գծիկով, թվով չի կարելի։ Մեզ չի կարելի տենց բացատ օգտագործել, բացատ եթե տեսնենք կմտածի ինչ-որ երկու տարբեր բան է, փոփոխականը պետքա չպարունակի իր մեջ բացատ։ Ու մեզ չի կարելի օգտագործել ցանկացած ուրիշ բան, բացի այդ իմ թվարկածից։ Այսինքն տառեր, թվեր ու այդ ներքևի գծիկ։ Մեկ էլ ասես մի հատ նշում, որ այս բոլոր տառերով մեծատառ my վառը ու փոքրատառ my վառը, այս վառը գայսա variable բառից, mine էլ իմ, էլի պրոստը։ Այս երկուսը տարբեր դարակներ են, էլի։ Մեծատառը կարևոր է այստեղ, նույնիսկ չի մեծատառ, փոքրատառ նույն բանն է։ Ինքս գարուն է դրա հետ կապված։ Ու մեկ էլ տենց ավանդականոտ բան, որ քանի նոր եք սկսում առի ձեռագրի մեջ մտնի, կա առնվազն երկու ոչ փոփոխականի անուններ դնելու, երբ որ մի քանի բառից է բաղկացած փոփոխականը, օրինակ C++-ը կամ էլի տարբեր լեզուներ օգտագործում են այս ոճը, որը կոչվում է բան camel-ի տեսակ, camel-ը ուղտն է։ Այսինքն, ասենց բան սապատներով կամ սապատ, հա։ Ամեն մի նոր բառը մեծատառ է դառնում, իսկ ոնց որ նախորդ բառն է ուղղակի փոքրատառով է վերջանում ու sense պատմություն է դառնում։ My հետո փոքրատառ վառ, հետո մի հատ նոր բառ եթե լիներ, էլի ինքը մեծատառով կսկսեր, sense դառնում ոնց որ վերև ներքևով, այսպես են առանձնացվում բառերը։ Հիմա Python-ի համայնքը ասում է, չէ, մենք տես չենք անում։ Python-ի համայնքը պայմանավորվել է, որ փոփոխականների արից առանձնումը այս ներքևի գծիկով, այսպես է գրում։ Ես միշտ sense եմ գրելու, ձեզ խորհուրդ եմ տալիս դուք միշտ sense գրեք, որովհետև բոլոր Python ծրագրավորները պայմանավորվել են իրար հետ տենց գրել, էլի արժի չշերվել այդ պայմանավորվածությունից, ու sense իրականում ճաշակի հարց է, բայց երևի կհամաձայնվեք էլի, որ ավելի հարմար է, ավելի զգացվում է, որտեղ բառը պրծավ, որտեղ սկսվեց, sense մի քիչ այդքան էլ չի, էլի։ Մի խոսքով, սա փոփոխականների անունների հետ կապված, այստեղ ինչ-որ հարցեր կան։ Okay։ Ոնց որ այս փոփոխականները կարանք լիքը սարքենք, տարբեր քանակությամբ սարքենք։ Այստեղ օրինակ գրել ենք an հավասար 19, b հավասար 509, հետո այդ երկուսը տպել ենք։ Այստեղ մի հատ նշում, ես sense որ հավասարը գրել եմ,
գրել եմ փոփոխականի անուն, գրել եմ մի հատ բացատ, դրել եմ հավասար, դրել եմ մի հատ էլ բացատ, գրել եմ արժեքը։ Սա հեշտ պարտադիր չի, կարամ սենց անեմ, կարամ սենց անեմ, կարամ այս սենց անեմ։ Ուղղակի էլի պայմանվածության հարց է։ Պայմանվածա, որ եթե անում ենք, կարելի է այսպես մի հատ բացատ դնենք, որ ավելի հարմար ընթեռնելի լինի։ Սա էլի ձեզ խորհուրդ եմ տալիս, բայց իմացեք, որ ուրիշ ձև անեք, էլի սխալ չի։ Ասա եթե գրենք, այս երկուսը միաժամանակ կտպվի։ Կարանք նաև մի տողով անենք, գրենք սենց a ստորակետ b հավասար է 11 ստորակետ 509, ինքը կհասկանա, որ այս առաջինին պետք է համապատասխանեցնի այս առաջի արժեքը, երկրորդին համապատասխանեցնի այս երկրորդ արժեքը։ Եթե հանկարծ օրինակ ձախից 3 հատ բան գրենք, աջից 2 հատ բան, Python-ը կբողոքի, չի աշխատի, ու սենց կարմիր տեքստ մեզ կարմիր տեքստ կտա, սա error-ա կոչվում, սխալ է գնացել մի բան, ու մեզ կասի, թե ինչ խնդիր կա, կասի not enough values to unpack, expected 3 got 2։ Ասում է բավարար շատ արժեք չստացա, սպասում է 3 հատ, ստացա 2 հատ։ Այստեղ 3 փոփոխական ենք սարքել, բայց վերջում 2 հատ ենք օգտագործել, երկուսն ենք օգտագործել, էլի։ Ու մեկ էլ կարող ենք մի տողով միանգամից փոփոխականներին վերագրումներ անել։ Եթե ասենք 3 հատ բանի ուզում ենք հավասարացնենք 0, կարող ենք պարզապես գրենք անհավասարա b հավասարա c հավասարա 0։ Ոստեղ եթե գրենք print b, կտեսնենք, որ ինքը 0 է, էլի։ Այս էլ ոնց որ վերագրումների հետ կապված, էլի լռեմ, տեսնեմ ինչ հարցեր կան։ Ով ուշ միացավ, ողջույններ, հետո վիդեո լինելու, այդ կարանք բան, վիդեոդ կարեք էլի նայեք, էլի։ Հա, Մերի, լսում եմ։ Մենք այդ վերաբերում ամեն ինչ կարող ենք պահել, թե ինչ-որ սահմանափակում ունենք իրանց մեջ։ Այսինքն ամեն ինչ կարող ենք պահել։ Այսինքն միտեղ թվեր ենք պահել, միտեղ տեքստ ենք պահել։ Հա, հասկացա։ Այդ, հա, մենք լրիվ ստեղ ազատություն ունենք։ Լեզուները տենց երկու ընտանիքի են բաժանվում, մի քիչ տենց ընդհանրական բան ասեմ, էլի։ Էլի C++-ի ու Python-ի օրինակով բերեմ, կան dynamically typed, հեսա անգլերենով կասեմ, ու statically typed։ Դինամիկ տպվողը դա նա, որ մի հատ դարակի մեջ կարանք դնենք գիրք, կարանք հետո դնենք այդ գիրքը հանենք, մեջը գրիչ դնենք, կարանք գրիչը հանենք, մեջը դասատուին դնենք, ինչ ասես, կարանք փոփոխականի մեջ պահենք։ Ցանկացած տեսակի բան կարա իր մեջ լինի ու կարա ոնց ուզում է փոփոխվի։ Այստեղ հիմա մեր մոտ b-ն հավասար է 0, b-ն թիվ է, կարանք դարձնենք b-ն հավասար է բանիր, դարձնենք b-ն տեքստ։ Ամեն ինչ հանգիստ ոնց ուզի փոփոխվում է։ Ամեն ինչ դինամիկ է, ամեն ինչ շարժվող է։ Այս մեր լեզվի սպეციფიკան է, որը մեզ լիքը ճկունություն է տալիս ու բավականին հարմար է։ Կա նաև մի հատ ուրիշ ընտանիք, որոնք այդ ստատիկ տպվողներն են, սրանք ֆիքսվում են։ Եթե ուզում ենք սարքենք դարակ, մեջը դնենք արժեք, C++-ում օրինակ պետք է ասենք, որ այդ դարակի մեջ մենք դնելու ենք թիվ, այս sense չափի։ Որ ինքը իմանա, թե ինչ տեսակի դարակ վերցնի ու այդ դարակը ինչ չափ ունենա։ Իսկ ստեղ մենք լրիվ ազատ ենք, էլի, ինչ ուզենք, ոնց ուզենք կարանք անենք, ոնց ուզենք կարանք փոշմանենք, շատ ճկունություն ունենք, էլի։ Ինքը այդ պատճառներից է, թե ինչի է Python-ը տենց որպես առաջին լեզու բավականին հարմար է, էլի։ Ինքը մեզ թույլ է տալիս լիքը գլխացավերի մասին չմտածել, որովհետև ստեղծողները արդեն մեր համար մտածել են դրանց մասին, էլի։ Okay։ Շատ լավ, շնորհակալություն։ Էլի հարցեր կան ժողովուրդ ստեղից, մինչև այս կետը հասած էլի, տենց ցանկացած թեմայից։ Այ ես մի հարց ունեմ։ Մենք error-ների տեսակները անցնելու ենք։ Հա, անպայման։ Իսկ մոտոր երբ նախատեսված ծրագրով։ Ինձ թվում է մի 1.5 ամիս հաստատ չենք հասնի։ Մենք այդ error-ներին որ հասնենք, ծավալուն թեմա է, էլի, այսինքն, հա։ Բարև։ Նայ, ոնց որ ծավալ օրդրը մյուտ կլինես։ Հա, merci։ Ծավալունը ոնց երկու մոտեցում կա, էլի, ոտի վրա արագ ասեմ, թե ինչ տեսակի error-ներ կան, ու տենց արդեն մոտավոր պատկերացնեք։ Երկրորդը այն է, որ հենց ծանոթանանք այդ error կոչված բանը ինչ է ու մենք մեր տեսակի error-ները սարքենք։ Մենք այսօր այդ երկրորդ ճանապարհով ենք գնալու, էլի։ Տենց մի քիչ ավելի տեղին ենք անցնելու այդ սաղ, բայց ընթացքում
ծրագրերը, որ աշխատացնենք, էրորներ հանդիպենք, այդ էրորները կարդալու ենք ու փոքր-փոքր մեզ ծանոթացնելու ենք, էլի այդ էրորների գաղափարների հետ։ Հա։ Էլի հարցեր կան ժողովուրդ կամ այս թեմայից հարց։ Okay։ Փոփոխականների անների հետ կապված մի հատ սահմանափակում կան որոշ անուններ, որոնք որ ամրագրված են։ Այդ անունները չի կարելի օգտագործել ուղղակի։ Մենք այս այն անուններն են, որոնք որ տենց կամանց դասերի ընթացքում այս բոլոր բառերի հետ ծանոթանալու ենք։ Իրանք են հատուկ բառերն են, որ Python-ին պետք են, որ ինքը աշխատի։ Օրինակի համար, եթե Python-ը ունի մի հատ փոփոխական, որի մեջ որ պահվում է թե այդ թիվը օրինակ բանա թե չէ, կամ եթե ուզում ենք ինչ-որ պայման գրենք, ու այդ պայմանը պետք է սկսենք if-ով, այն սլայդերի մեջ որ տեսանք։ Այդ if-ը, այդ եթե բառը, հատուկ բառը, որը Python-ին պետք է, որ ինքը պայմանների հետ կարողանա աշխատի։ Ինքը մեզ չի թողելու իրան փոփոխենք։ Կա նաև որոշ բառեր, որոնք որ որոշ փոփոխականներ, որոնք որ կարանք փոփոխենք, բայց չարժի։ Օրինակի համար մենք այս print հրամանը, որ օգտագործել ենք, Python-ը իր մեջ գիտի, թե print-ը ինչ է նշանակում։ Ինքը գիտի, որ print-ը այդ հրամանն է, որ տեքստ է ընդունում, այդ տեքստը տպում է։ Բայց մենք կարող ենք իրան ասենք, գիտես ինչ, print-ը ոչ թե թող լինի այն բանը, որ կատարում է այդ գործառույթը, այլ թող լինի 11 թիվ օրինակ։ Կարող ենք իրան տենց գրենք ու ինքը մեզ թույլ կտա։ Python-ի սարքելուց մտքում պարվել այն, որ ոնց որ վստահություն է տրվում ծրագրավորողներին, օգտագործողներին վստահություն է տրվում։ Ուրիշ լեզուներ կարող է չթողեին ուղղակի sense բաներ, բայց Python-ը ասում է, դե քո խղճի վրա է ամեն ինչ, ուզում ես արա։ Կարանք օրինակ sense գնենք print հավասար է 11, ինքը կաշխատի, նորմալ է, ոչ մի error չեղավ։ Բայց մենք եթե ուզենանք ինչ-որ բան տպենք, ուզենանք տպենք այստեղ օրինակ բարև, տեսեք ինչ կտա ինքը։ Ինքը կգա error կտա, կասի այս int object is not callable, ինչ որ error է տալիս, որովհետև ինքը փորձում է, ինքը հիմա ոչ թե գնում է այդ բարև բառը տալիս է այն մասնագետին, որը որ տպում է, այլ գնում է տալիս է 11 թվին։ 11 թիվը շատ գիտի ինչ է նշանակում ինչ որ բան տպել։ Դրա համար sense խնդիր է առաջանում, էլի։ Դրա համար որոշ բառեր կան, որոնք որ հենց պատրաստի հրամաններ են, որ իրենց չարժի կպնել, էլի։ Հետո տեսնելու եք, էլի, որ ասենք գումարի համար գրելու եք, գումար եք ուզում հաշվել, գրելու եք sum, ինքը թողելու է բանել, բայց արդեն կկորցնեք այդ գումարը հաշվելու հնարավորությունը բան։ Այս մի ոնց որ ասում եմ, ուղղակի մտքում պահեք, հետո էս ավելի շատ պետք է գա, էլի։ Հիմա սա ուղղակի sense մեծ արագ գրեմ del print, սա չանդրադառնանք, ուղղակի ջնջում եմ, որ print-ը նույնիսկ print աշխատի։ Հա, գագեք։ Բա այս ոնց հասկացավ ինքը, որ բարևը կապ ունի print-ի ու 11-ի հետ։ Այստեղ print որ գրեցինք, նայ, ոնց որ ինչ որ մի հատ դարակի մեջ, ինչ որ մի հատ դարակի անունը եղել է print, ու այդ դարակի մեջ եղել է գրված թե ոնց է պետք ինչ որ բան տպել, տենց ինստրուկցիա ա եղել, ոնց տպել ինչ որ բան։ Այդ դարակի անունը print ա եղել։ Մենք հիմա գնացել ենք այդ դարակը բացել ենք, այդ ինստրուկցիան վերցրել ենք, գցել ենք ինչ որ միտեղ, փոխարեն դրել ենք 11 թիվը։ Ու հիմա ես իրան որ ասել եմ print բարև, ինքը գնում է այդ print դարակը բացում է, միշտ այդտեղ ինստրուկցիաներ ոնց տպի։ Հիմա այդտեղ 11 թիվն է գրած։ Ու ինքը փորձում է տենց 11-ին ասում, 11 ջան, մի հատ տպի բարև, 11 ջան, մի հատ բարև արա, 11-ը ասում է, ես չգիտեմ բարև անել, ես թիվ եմ։ Ինչեւ այդտեղ այդ print հրամաններ, ասում էր print հրամանն էր ասում, մի հատ բարևը վերցրու, print հրամանը կարող էր տպել, էլի։ Պատկերացրեցի՞ր։ Էլի հարցեր կան ժողովուրդ։ Հա, լսում եմ։ Ով էր առաջինը չնկատեցի։ Աննա, ինչ որ հարց կար։ Բարև ձեզ։ Ես կցանկանայի իմանալ, որ print-ին տվել ենք 11 արժեքը, ու հետո փորձում ենք գրել print փակագծերում բարև, չենք կարող օրինակ գրել 11 փակագծերում բարև ու ինքը աշխատի։ Չէ, ինքը հենց դա, ինքը հենց դա է փորձում անի, բայց 11 թիվը չգիտի ոնց տպել, էլի սենց ասած։ Print-ը այդպես որ հատուկ մարդ լինի, որ այդ ամեն ինչը անում է։ Ոնց որ պատկերացրեք, միշտ ձեր կոմպից օգտվում եք, ձեր կոմպը դարակի մեջ է դրված։ Ձեր կոմպով գործ եք անում, միշտ կոմպով մտնում եք նամակ եք գրում,
Այդ դարակի անունը կոմպ է, բացում եք, մեջից կոմպը վերցնում եք։ Ես մի օր գայս եմ թաքուն այդ դարակը բացում եմ, մեջը բան, ինչ, մեջը գրիչ եմ դնում։ Չէ, գրիչը շատ վատ օրինակ էր, նամակ կարակ ուղարկեք։ Մեջը ինչ-որ խաղալիք եմ դնում։ Դուք հետո գայս եք կոմպ դարակը բացում եք, տեսնում եք մեջը խաղալիք է դրած, այդ խաղալիքով փորձում եք նամակ ուղարկեք, բայց չեք կարա, չէ։ Նույնիսկ 11-ով չենք կարա բարևը տպենք, չենք կարա այդ խաղալիքով նամակը ուղարկենք, էլի, հենց կոմպ պետք է դրացին այդ փոփոխականի մեջ։ Մենք այդ դարակին որ կպանք, մենք վատ բան արեցինք, էլի, մենք ջարդեցինք այդ ամեն ինչը, ես օրինակերն ինչ պետք չի անել, էլի։ Պատկերացեցիք, ոնց որ միակ բանը, որ կարա print անի, այդ հենց էս print-ն է, էլի, 11-ը եւ ուրիշները չեն կարա, էլի print անեն։ Հա, մերսի։ Հա, ձեզ մերսի հարցի համար։ Ես էլ կարամ, ես էլ իմ մտքերս ասեմ։ Հա, իհարկե։ Ես այստեղ հասկանում եմ, որ այս решетка, որ ինքը գրված է print բարև, это կոմենտարիա, ինքը մեկնաբանություն է, եւ ինքը մարդու համար է, իսկ print 11-ը դա մեքենայի համար է։ Գուցե դրա համար է տալիս։ Չէ, այստեղ իրականում այս կոմենտարիան որ կա, ինքը գոյություն չունի իր բանի համար, էլի ընդհանրապես, սենց էլ եթե աշխատացնենք, նույն խնդիրն է լինելու։ Այս խնդրի էությունը այն է, որ մենք այդ ոնց որ դարակի մեջից կոմպը գողանում ենք, էլի սենց ասած, մենք այդ հիշողության Python-ի մեջ այդ ինքը միշտ գիտեր թե ինչ է նշանակում print անել, մենք այդ բռնել ենք, փակցրել ենք այնց այդ հնարավորությունը, մեջը ուրիշ բան ենք դրել, էլի։ Հա, այսինքն իր ֆունկցիան չի անում, դրա համար աշպկա է տալիս։ Հա, ոնց որ վերագրել ենք, էլի, իր էությունը փոխել ենք։ Իր էություն, հա, լավ, շնորհակալություն։ Ձեզ մերսի հարցի համար։ Հա, գագեք ինչ-որ հարց կա, թե ձեռք չես շացրել։ Հա, օքեյ։ Ժոր իմիջիայոց շատ ընտիր է, որ սենց հարցեր եք տալիս, էլ ավելի բարձր տեմպով ես, հարցերը շատ կարևոր բան են, էլի, շատ լավ է։ Ահա։ Ու արդեն հետո մտնում ենք մի հատ նոր թեմա, թվեր եւ թվաբանական գործողություններ, ու արդեն մի ժամից մի քիչ ավել անցավ, ես այդտեղ մի հատ դադար տամ, եկեք քվեարկենք, տեսնենք դասամիջոց ուզում եք անել թե չէ, եթե անելու լինենք կտևի մի 10 րոպե, ինձ թվում է 10 րոպեն օքեյ է, եկեք սենց, ասում եմ ով է ուզում, որ դասամիջոց անենք, ով ուզում է ձեռը բարձրացնում, տես մի 10 վայրկյան ժամանակ քվեարկելու համար։ Ով չբարձրացրեց, ենթադրվում է, որ չի ուզում դասամիջոց անի, ըստ բան, ըստ մեծամասնության կորոշենք։ Հիմա, ով է ուզում դասամիջոց անենք։ Երևի անցավ 10 վայրկյանը։ Ժողովուրդ բոլորը գիտեն, չէ՞, ոնց կարան ձեր բարձրացնել, այդ պահում հորոցը հասան։ Հա չէ, ասել եք դասի սկզբում։ Okay, դա լավ, ով ուզում էր դասամիջոց անի կներեք, այտենց 2-ը 10 չեմ հիշում քանիսի բանով պարտվեցինք, ես էլ էի ուզում, հենց որ ես էլ եմ միանում պարտողներին։ Ինքս կլավ, եկեք դաս անենք, իրական շատ բան է, էլի դրական է, որ չեք ուզում դասամիջոց անենք։ Բայց իրական երկու բան կա, եթե օրինակ ասեի ով չի ուզում դասամիջոց անեն, կարող այդքան շատ ձայն չլիներ, կարող ինչ-որ մարդիկ ուղղակի այս բանին չեն լսում կամ կոմպից հեռու են, կամ ուղղակի մի խոսքով լավ, մյուս անգամ ավելի ուշադիր կլինեմ։ Բայց դե գնացինք առաջ։ Թվեր ու թվաբանական գործողություններ։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ տեսակ են լինում թվերը Python-ում։ Python-ը առանձնացնում է 3 տեսակ թվերի։ Մի տեսակը կոչվում է integer, անգլերենով հայերեն ամբողջ թիվ, ամբողջ թվերը այդ 1, 2, 3, 5, -4, -6, այդ ամեն ինչն է։ Այդ առանց ստորակետի թվերն են, սենց ասած, իրենց կարճ ասում ենք int, integer բառից։ Կա float տեսակը, float-ը բանն է։ Float-ը անգլերենով float նշանակում է ջրի մակերևույթին սենց մնալ այդ մակերևույթի վերևին, float անել սենց ասած, լողանալ սենց ասած էլի։ Float-ը այդ լողացող ստորակետով թվերն է, ասենց իրենց մեջ մի հատ ստորակետ կա, ստորակետը դնում ես թիվը փոխվում է, ասենք 1.1, -3.46։ Այդտենց թվերը մեր float-երն են ու կան կոմպլեքս թվեր, որոնք որ
իրենց մեջ չեն խորանա, իրենք տենց մաթեմի, հենց բուն մաթեմի բան են, այդ ուղղակի ասում են, որ իմանանք, որ կան, էլի։ Բայց դա իրանք մի քիչ շատ սպეციფիկ են, էլի։ Ու որ եթե ունենք ինչ-որ փոփոխական, ինչ-որ արժեք ունենք, ուզում ենք տեսնենք իր տեսակը, Python-ում կա type հրամանը, type նշանակում է տեսակ։ Որ մենք կարող ենք գրենք print արա type 509 կամ type 1.1 կամ type այս երրորդը complex թիվ է, տպենք ու կտեսնենք, որ ինքը մեզ տալիս է այստեղ մի վարքյան, տեսեք print-ը ջարդել էինք այնտեղ, որ գրել էինք հավասար 11, հեսա կուղենք, ինքը մեզ տեղ տպել է, որ առաջինը int է, երկրորդը float է, երրորդը complex է, այդ անուններն է այդ տեսակների, էլի։ Հիմա տեսնենք, թե ոնց կարանք այդ մի տեսակից գնանք ուրիշ տեսակ։ Օրինակի համար ունենք 11.509 թիվը, իր տեսակը float է։ Մենք եթե ուզում ենք իրան դարձնենք ամբողջ թիվ, 11.509-ի ամբողջ մասը որն է, 11-ն է, չէ՞։ 11 ու 0.509։ Պետք է գրենք int integer բառից 11.509։ Սա եթե աշխատացնենք, կտեսնենք, որ ինքը տպելու է մեզ հենց այդ 11-ը։ Ու եթե նայենք այս int 519 այս սրա տեսակը, ինքը արդեն դարձած է լինելու int։ Մենք կարող ենք տենց փոփոխականի մի տեսակից տենց փոխվել, թարգմանվել, գնալ ուրիշ տեսակ, այդ ուրիշ տեսակից հետ գալ եւ այլն եւ այլն։ Էլի բավականին չկունենք։ Այստեղ ինչ-որ հարցեր կան։ Իսկ եթե օրինակ 11.709-ն այդ վաղտ հավելորդով է տպելու, թե էլի պակասորդով ամբողջ մասն է վերցնում։ Այդ շատ լավ հարց էր, դրան մոռացա անդրադառնամ։ Այստեղ ինքը մեզ տալու է հենց ուղակի, ասենք 11.9 թոլի, 99 թոլի նույնիսկ, ինքը մեզ ուղակի տալիս է, թե ասենց ասած, քանի հատ ամբողջ թիվ կա այդ բանի մեջ, այսինքն 11 ու 99, ինքը մեզ տալու է ուղակի 11, կապ չունի մոտավորանալուց ինչ է դառնում։ Բայց հետո սովորելու ենք բան, որ ինքը հենց կլորացում է անում, էլի, հրաման լինելու է մեր մոտ, որ հենց կկլորացնի, էլի։ Էլի հարցեր կան, ժողովուրդ։ Բարի, դա թվերը սովորեցինք, հաջորդ քայլը այդ թվերի հետ տարբեր գործողություններ անելն է։ Եկեք տեսնենք, թե ինչեր կարանք անենք։ Դա նախ առաջինը ոնց որ ավանդական գումարում հանում, բազմապատկում բաժանում։ Դրա համար պետք է պարզապես այդտեղ sense արանքը պլյուսներ դնենք գումարման համար։ Սա աշխատացնենք արդեն կգա 56 կտա։ Այստեղ էլի բացատների հետ կապված նույն բանը գործում է, որ կարող հանգիստ բացատներ լինի, բայց ցանկալի չի։ Կարանք գրենք, եթե ուզում ենք երկու բան հանենք, մինուս դնենք ու կարող ինքը հանգիստ բացասական թվեր լինի։ Այս այստեղ -3 է գրել, տպի -5։ Այստեղ հետաքրքիր է, թե ինչ տեսակ են լինում, երբ որ գումարում ենք անում փոփոխականները, եթե մենք վերցնենք ինչ-որ ամբողջ թիվ ու իրան գումարենք ստորակետով թիվ, այսինքն float թիվ, իրական թիվ, իր արդյունքը լինելու է float։ Օրինակ, այստեղ 1-ը ամբողջ է, 2.1-ը, 1-ը անգլերենով int է, 2.1-ը float է, իրանց գումարը 1/2.1-ի տեսակը լինելու է float։ Ուստեղ sense նկատառում, եթե նույնիսկ գրենք 2.0, 2 ստորակետ 0, 2 ստորակետ 0-ն այդ նույն 2-ն է, նույն 2 թիվն է, բայց քանի որ իր մեջ այդ ստորակետը կա, Python-ը իրան վերաբերվելու է ինչպես float-ի։ Եթե գրենք այստեղ 1/2.0, ինքը մեզ տպելու է ոչ թե 3, այլ տպելու է 3.0։ Արժեքը նույնն է, բայց տեսակը տարբեր է։ Ու մեկ էլ փոքր նշում, եթե ուզում ենք գրենք 2.0, այս 0-ն կարող ենք չգրենք, կարող ենք գրենք 2 կետիկ։ Եթե 2 կետիկ լինի, ինքը կհասկանա, որ դա նշանակում է 2.0, էլի։ Այստեղ ինչ որ ու եթե 2 հատ ամբողջ թիվ իրար գումարենք, 3/4, արդյունքը ուղղակի բան է լինելու, ուղղակի ամբողջ թիվ է լինելու։ Int գումարած int-ը int-ը հավասար։ Եթե գրենք float գումարած float, էլի լինելու է float։ Այստեղ նրբությունը ուղղակի սա է, էլի, որ int գումարած float-ը float է։ Այստեղ ինչ որ հարցեր կան։ Հա, ես մի հարց ունեմ։ Եթե float գումարած float-ը վերջում տալիս է ամբողջ թիվ, ասենք 1.5 գումարած 2.5, հա, ինքը էլի float է, հա։ Հա, ամեն ինչ։ Նույնիսկ եթե լինի 1.0 գումարած 2.0,
որովհետև հենց 3 ամբողջ թիվն է, էլի։ Սա տալու է 3.0, սրա տեսակը, եթե ստեղ գրենք print type, այս 1.0 գումարած 2.0, ինքը լինելու է float։ Ստեղ իմիջած նայենք, երկու տեղ գրել եմ 1.0 գումարած 2.0, կարող խելացի բան լիներ գրել օրինակ x-ը հավասար է 1.0 գումարած 2.0, ու ստեղ գրել ուղղակի print արա x ու print արա x-ի տեսակը։ Ստեղ միջոց նկատում եք, չէ՞, որ եթե երկու ինչ-որ հրաման ենք օգտագործում, ստեղ երկու հատ շակերտ է դառնում, որտեղ մի հատ գրում ենք print ու փակագծերի մեջ տալիս ենք, այս ոնց որ այս կապույտները print-ի փակագծերն են, հետո type ու այս կանաչը type-ի փակագծերը, էլի։ Այդտենց չխառնվեք, էլի, եթե այդտենց շատ փակագծեր տեսնենք ինչ-որ բայից։ Հա, էս օքեյ էր։ Հա, մերսի։ Հա, դες մերսի հարցի համար։ Դե հետո բազմապատկման գործողությունը աստղանիշն է ուղղակի, 5 աստղանիշ 12 օրինակ, ու բաժանման հետ կապված, բաժանումն է հետարքիր, բաժանումը մեր մոտ այս սենց գծիկն է, այն մյուս տեսակի գծիկը։ Սա եթե աշխատացնենք, ստեղ օրինակ 14-ը բաժանել ենք 3-ի, ինքը մեզ 14.6666666 ու ինչ-որ բայց կլորացնում է, որտեղ անվերջ չի կարող շարունակվի, ու դրա տեսակը լինում է float։ Հիմա եթե օրինակ 12-ը բաժանենք 3-ի, ինքը տալու է բան, չէ՞, տալու է 4, 4-ը ամբողջ թիվ է, բայց այս բաժանումը ինքը էլի մեզ միշտ վերադարձնում է float։ Այս էլ էլի սպეციფიկ բան է, էլի, այս էլի եղավ float, էլի 4.0, բայց float է։ Ահա։ Մեկ էլ խոսանք այդ բաժանելու մի քիչ ուրիշ տեսակի մասին, ամբողջաթիվ բաժանման մասին։ Օրինակ 14-ը եթե հավասար է 4 անգամ 3-ի ենք բաժանում, 4 անգամ 3 գումարած մնացորդը, ամբողջաթիվ բաժանում է դրանով մենք նայում ենք, թե քանի հատ 3 կա, մնացորդը գցած մի կողմ։ Այսինքն 14 բաժանած 3-ը պետք է լինի այս մեր 4-ը։ Ամբողջաթիվ բաժանումն է, էլի, երկու հատ այսպես slash-ը նշանակում է ամբողջաթիվ բաժանում։ Այստեղ էլ այսպես երկու հատով գրենք։ Նույն ձևով օրինակ եթե մի քիչ ավելի հետաքրքիր դեպք, եթե -5-ը նայենք, -5 բաժանած 3, այդ -2 անգամ 3 գումարած 1-ն է, սա եթե աշխատացնենք, տեսնենք որ տվեց այս մեզ -2-ը, թե քանի ամբողջ հատ այդ մեր գործակալն, այդ մեր արժեքից կա, էլի, որի վրա որ բաժանում ենք։ Այստեղ ինչ-որ հարց կա։ Այս տեսակների հետ տենց ընթացքում վարժվելու եք, էլի, ասես կարող է միանգամից շատ է ինֆորմացիան թվում, բայց մանր կմարսվի այս ամեն ինչը, էլի, տնայինների հետ։ Հա, Նանել ասում եմ։ Ուրեմն եթե մենք ուզենք մի հատ print անենք ինչ-որ թվեր տարբեր տողերի վրա, էլի բաժանած դնենք, ինքը տարբեր տողերի վրա է գրել, թե բաժանում անել։ Հա, շատ լավ հարց է։ Ստեղ մի հատ այսպես նրբություն, այս բաժանումը այսպես է ուղղված։ Իսկ այնտեղին է այս վերևի օգտագործածը։ Այսպես է։ Այսա բացի, շքոն վերևը։ Մի քիչ համբերենք։ Մի քիչ էլ։ Ահա, այս մեկը այսպես նշում է, այս մեկը այսպես է։ Այսպես հաճախ խառնելու բանն է, բայց տարբեր բաներ են, էլի, տարբեր սիմվոլներ են։ Բայց հարցը շատ լավն էր, ես լավ որ սրան անդրադարձանք։ Okay։ Լիանա, դուք էլ հարց ունեք։ Հա, ես ուզում եմ ասել, այդ երկու հատ բաժանումը, այդ նույնն է ինչ որ int-ը վերցնեք։ Այդ -5-ը բաժանած 3։ Շատ լավ նկատառում է, այդ նույն, այդ նույնն է ինչ գրենք օրինակ, գրենք օրինակ 14 բաժանած 3 ու սա դարձնենք int։ Շատ լավ նկատառում էր։ Նա ավելի կարճ ձևն է ուղղակի, էլի։ Սենց կոմենտ անեմ, չկան գրեմ։ Էլ ինչ-որ հարցեր կամ նշումներ կան, ժողովուրդ։ Բարի, մի քիչ էլ գործողություններ գնանք, այս ամբողջաթիվ բաժանման հետ տենց իր ընկեր գործողությունը,
Այստեղ թիվը sense ներկայացնում ենք 14-ը հավասարա 4 անգամ 3 գումարած ինչ որ մնացորդ, չէ՞։ Այ եթե ուզում ենք մնացորդը ստանանք, դա արդեն տոկոսի նշանն է։ Կարող գրենք 14 տոկոս 3 ու ինքը մեզ կտա 2, որտեվ 14-ը 3-ի բաժանից 2 մնացորդ է տալիս։ Կարող գրենք 7 տոկոս 2, 7 հավասար 3 անգամ 2 գումարած մենք ինքը մեզ տա 1։ Ու մեկ էլ մի հատ էլ գործողություն դա էքսպոնենտն է, այսինքն տենց աստիճան բարձրացնել, օրինակ եթե ուզում ենք 3 անգամ բազմապատկենք 2-ը, որ չգրենք 2 անգամ 2 անգամ 2, կարող ենք գրել 2 հատ աստղանիշ 3։ Սա կնշանակի այս անել, իսկ 2-ի խորանարդ ըստեղության, էլի։ 2-ի խորանարդն էլ հավասար է 8-ի։ Այստեղ կարող ինչ թվեր ուզում ենք դնենք, օրինակ եթե ուզում ենք արմատ վերցնենք, արմատը այդ նույնն է ինչ 1/3 աստիճան, չէ՞։ Կարող ենք օրինակ 16, ու ստեղ աստիճանի մեջ գրենք 1/3, ուղղակի զգուշ լինենք փակագծի մեջ գրենք։ Սա մեզ կտա արդեն 4։ Այս դրանց էլ հələ դեռ էլի կառնչվենք։ Կարճ ասած ասում ենք այս թվի 2-ի այս աստիճան բարձրացնել։ Այս երկու գործողություն։ Այսեղ ավելի հեշտ աստիճան, իսկ պլյուսի մեջ ոնց որ պետք է բիբլիոթեկա ներմուծել, որ կարողանա իր աստիճան կամ արմատ անել, բայց դա ավելի հեշտ է այս ամեն ինչը։ C++-ը վստահ չեմ ոնց է, բայց հա, այս ոնց որ Python-ը լավ զգալի C++-ից ավելի հեշտ է, էլի։ Դա շատ հարմար է ավելի աշխատելը։ Բայց մերսի նշումի համար, իմացանք որ C++-ից դրանով ենք ավելի հարմար։ Բայց C++-ն էլ շատ լավ լեզու, տենց որ ասում եմ անհարմար բան, ինքն էլ է շատ լավ, ուղղակի ամեննակը իր սիրունություն ունի, էլի։ Էլ ինչ որ հարցեր կան ժողովուրդ ստեղ։ Բարի, այստեղ մեկ էլ մի հատ կարևոր բան է գործողությունների հերթականությունը։ Python-ում գործողությունների հերթականությունը նույնն է, ինչ մնացած աշխարհում, նույնն է, ինչ մաթեմում անցելում։ Դրանք երկու անգամ, այսինքն սկզբում բազմապատկում, հետո գումարվում բազմաբաժանում, տենց այդ դպրոցում անցած այդ ամեն ինչը նույնպես պահպանվում է ու փակագծերը առաջնային են։ Օրինակ երկու անգամ փակագծերի մեջ 3 գումարած 1-ը, այդ երկու անգամ 4-ն է, դա 8-ն է։ Իսկ երկու անգամ 3 գումարած 1-ը, այստեղ լավ կանեի հակառակը գրեի, երկու անգամ 3 գումարած 1-ն էլ դա 6 գումարած 1 7-ն է։ Մի խոսքով նույն ձև է աշխատում, ինչ միշտ։ Մեկ էլ sense մի հատ բան, մի քիչ ավելի կարճ գրելաձև տենց գումարում բանման անելու համար, եթե ունենք ինչ-որ փոփոխական, օրինակ անհավասարը 4։ Հիմա ուզում ենք ան 1-ով մեծացնենք, այսինքն մեր դարակից թիվը վերցնենք, մի հատ մեծացնենք, հետ դնենք դարակի մեջ, կարող գրենք անհավասարը a գումարած 1, չէ՞։ Այսինքն 4-ը այստեղ էս a-ի փոխարեն գրում ենք 4 գումարած 1։ Ահա, կարող ենք այսպես անենք, բայց կարող ենք ավելի կարճ գրելու համար, մի վարքան հակիկ էս խոսությունը վերջացնեմ լսեմ, կարող ենք ավելի կարճ գրենք ուղղակի այսպես, a պլյուս հավասարա 1։ Սա ու սա իրար համարժեք են, մեկը մյուսի կարճ գրելու ձևն է։ Ուստեղ մի հատ կարճ նշում անեմ C++-ի հետ կապված էլի։ C++-ի մեջ գրելաձևը այսպես է, կարող ենք a++ ուղղակի, որ ինքը 1-ով մեծացնի։ Մենք sense բան չունենք, բայց ունենք այսպես բան։ Հա, լսում եմ, գագեք։ Ստեղ որ գրեցիք անհավասար a+1, տենց մի հատ մեմ էլ կա, որ ծրագրավորող մաթեմատիկոս կրվում են, մաթեմատիկոս ասում բան լինի գժվել ես։ Հա։ Հա, ապրաշատոր կիսվեցիր։ Ես անեմ։ C++-ի մեջ ես a+ հավասարը տերմինը օգտագործում եմ մենակ այն դեպքում, եթե 1-ից մեծ է խոսքի a+ հավասարը 3, այսինքն ոչ թե 1-1, այլ 3-3 հագրում, նենց այնտեղ էլ կա այս տերմինը, ինչքան գիտեմ։ Դե անցած տարի եմ սովորել։ Տենց բան կար, ինչքան հիշում եմ։ Հա, օքեյ, մերսի, ես չգիտեի։ Լավ է, ես էլ նոր բան իմացա։ Շատ լավ, էլ ինչ որ հարցեր կամ նշումներ։ Իդեպ JavaScript-ում էլ կա այդ a++-ը, որ գրել էիք, այդ նույնը JavaScript-ում էլ կա։ Հա, այն ինչ հավես է, որ տենց տարբեր մարդիկ տարբեր լեզուներ գիտեն, տենց ամեն ինչ իրար հետ համատում ենք։ Մերսի կիսվելու համար։
Դրանով բարի, ու այս գրելաձևը ոնց որ այս ոչ մեկն է յուրահատուկ, ոչ պլյուսն է յուրահատուկ։ Եթե ուզենք թիվ օրինակ եռապատկենք, կարանք գրենք b աստղանիշ հավասարա 3։ Սա նույնն է ինչ b-ն հավասարա b աստղանիշ 3, այսքան բազմապատկած էլի։ Ամեն ինչի հետ աշխատում է սա, էլի սենց։ Ահա։ Ու մեկ էլ այսօրվա վերջին թեման, մի տեսակ արագոտ վերջացրեցինք, դա input-ն է, ոնց որ Python-ը սովորեց մեր հետ խոսա, հիմա մենք իր հետ խոսանք էլի, որ նորմալ դիալոգ ստացվի, ոնց կարանք մենք մուտք անենք ինչ-որ բան Python-ի, առանց տենց հենց կոդին կպնելու էլի, ոնց որ այսա կարաք պատկերացնեք այդ boom ծրագիրն է, իսկ այստեղ այս ելքը այդ արդեն այնա ինչ մարդու հետ է հաղորդակցվում էլի, այսինքն եթե ծրագիր գրեք ինչ-որ, որ ինչ-որ հավելված սարքեք, մարդիկ այդ կոդը չեն տեսնելու էլի, մարդիկ ինչ-որ ինտերֆեյս են տեսնելու, որ այդ ինտերֆեյսի մեջ ինչ-որ բաներ ներմուծեն, ու այդ ներմուծածը գա ձեր ծրագրի մեջ մտնի։ Մենք ստեղ օրինակ այս b փոփոխակային որ 4 էինք հավասարացնում, հենց գրում էինք b-ն հավասարա 4։ Իսկ ոնց կարանք անենք, որ դա արտաքինից գա, այսինքն հենց ինտերֆեյսից գա մուտք լինի, էլի։ Այդ դա input հրամանն է, input նշանակում է մուտք հենց։ Կարանք սենց անենք, գրենք անհավասարա input ինչ-որ, հետո գրենք print բարև a, եկեք սա աշխատացնենք, տեսնենք ինչ է անում։ Նայեք ինքը սենց մի հատ ինչ-որ դաշտ բացեց մեզ, որի մեջ որ պետքա մեր որի մեջ կանք ինչ-որ բան գրենք լրացնենք հիմա, արդեն մեզանից մուտք է սպասում։ Կարանք գանք ստեղ ինչ-որ բան գրենք ու հենց սեղմենք enter, ինքը a-ին կվերագրի, այս a-ի մեջ կպայի այս մեր տպած բանը։ Սա այդ աշխատացնենք, տեսեք ինքը տպեց բարև, որ այս մեր տպած ամեն ինչ է, էլի։ Կարանք ստեղ ինչ-որ թիվ տանք 123, ինքը բերի տպի բարև 123։ Այս պահը օքեյ էր։ Դե լավ։ Ու ոնց որ այս մուտքերը կարան տենց տարատեսակ ու լիքը լինեն, էլի։ Կարանք ստեղ օրինակ երկու հատ բան խնդրենք ներմուծի, անուն ու ազգանուն, մեկը պահենք անուն կոչվող փոխականի մեջ, մեկը պահենք ազգանուն կոչվող փոխականի մեջ, հետո տպենք անուն ազգանունը։ Սենց ինքը մեզ երկու հատ դաշտ կբացի, տենց առաջինի մեջ գրում ենք մեր անունը, երկրորդի մեջ Հա, միկրոֆոնը սանջատեցի պատահական։ Ու ինքը հիմա այդ երկուսը իրար կողք կտպի սենց էլի։ Ու մեկ էլ մի հատ էլ փոքր նշում, ստեղ մենք որ գրում ենք, մեզ սենց միանգամից պատուհան է բացվում, սենց դատարկ պատուհան է, մեջը լրացնում ենք։ Կարանք հենց մարդուն հուշող տեքստ գրենք, օրինակ եթե ուզում ենք, որ ինքը մուտք բան թիվ մուտք անի, կարանք ստեղ սենց գրենք սենց այս input-ի մեջ, շակերտների մեջ տանք տեքստ, օրինակ խնդրում ենք մուտքագրել թիվ, ու սա որ աշխատացնենք, տեսեք ինչ ա լինում։ Ինքը սկզբում տպեց այդ մեր տեքստը, հետո բերեց այդ մեր դաշտը, որ մուտքագրենք։ Ավելի հարմար կոմունիկացիա ապահովելու համար է, էլի սա։ Միջև ստեղ ինչ-որ հարց կա։ Հա, իսկ օրինակ որ պետքա օրինակ ներենք մուծի անուն ազգանունը ու պետքա ինքը տպի ոչ թե իրար կողքի, այլ իրար տակը, տենց հնարավորություն կա ստեղ, թե չէ։ Օրինակ կարող պետք է տենց մոլ չեմ կարող ասել։ Հա, այդ բան, այդ հետո տենց դասի սկիզբը որ բան եք, այդ դրա մեջ խոսում եմ, բայց կարանք բան անենք, կարանք սենց առանձին երկու տողի վրա գրենք։ Զուտ արագ ոտի վրա ասեմ, հետո կարանք այլ մանրամասն նայենք, էլի։ Այսինքն գրենք ինքը իրար տակ կտպի, էլի։ Այս Python-ի մեջ print-ը բավականին ճկուն է, ու մենք կարանք իրան ոնց ասենք, ոնց ուզենք փոփոխենք, էլի։ Ինչը որտեղ տպի, իրարից ոնց բաժանի, վերջում ինչ կցագրի, մեզ լրիվ ազատություն է տալիս, էլի Python-ը։ Այս բան, այս վիդեոն ու բանը կուղարկեմ ձեզ։ Էլ ինչ-որ հարցեր կա այս input-ի հետ։ Ահա, իսկ այս սլայդերը ասենք կա, որ մտնենք մի հատ նայենք այս ինչ որ հիմա ցույց ես տալիս։ Այդ ուղարկելու եմ, ամեն ինչ, ինչ գրատախտակ են կատարվի, սենց ասած ուղարկելու եմ։ Ու դե վիդեոն էլ։ Վիդեոս կախեց ոնց որ թե։ Հա, ոնց որ։ Ոնց որ դզվեց երևի արդեն, հա, դզվեց։ Եկեք ստերից մի հատ էլ փոքր բան ասեմ, ու արդեն դրանով կեզրափակենք տեսական մասը, էլի։ Ստեղ եթե ուզանանք օրինակ թիվ մուտքագրենք, հետո տպենք այդ թիվը 3-ի բաժանած օրինակ, սենց մի հատ բան։ Եկեք աշխատացնենք։
գրեցինք օրինակ 10, տեսեք ինչ ասելու։ Բողոքեց error-ա տալիս, սա եթե կարդանք ասում է unsupported operand type for այս գծիկ, str ու int, այս տենց պարզա հիմա պետքա չհասկանանք ինչ ասում, ուղղակի ոտի վրա որ ասեմ, ասում է, չեմ, մի վարքան, բաժանման գործողություն չի կարելի անել տեքստի ու int-ի մեջ, ինչի, որտեղ մենք իրան ինչ input-ում տալիս ենք, ինչ մուտքագրում ենք, ինքը իրան վերաբերվում է որպես տեքստ, ոչ թե որպես ինչ-որ հենց թիվ։ Ինքը փորձում է ասենց շակերտների մեջ գրված 10-ը բաժանի 3-ի, իսկ 10 բառը ոնց կարես բաժանես 3-ի, էլի 10 թիվը կարես բաժանես, դրա համար պետք է զգուշ լինենք ու սենց դեպքերում այս մուտքում ինչ ստացել ենք, իրան դարձնենք օրինակ integer, գրենք int input, որ ինքը տեքստը ստանա ու տեքստը դարձնի թիվ։ Սա եթե աշխատացնենք, արդեն ստերնան գրենք 12, որ ավելի հարմար լինի, կտպի 4։ Բայց մի հատ ուրիշ նրբություն է, ստեղ եթե ուղղակի տեքստ գա, ինչ-որ մեկը փռշտացել է կլավիատուրայի վրա, ինքն ստեղ կբողոքի, որ այս տեքստը չի կարող դարձնի ամբողջ թիվ։ Այդ երկու նրբությունը կա, էլի, որ պետք է վստահ լինենք, որ մեզ թիվ է մուտք գալիս, որ թիվը որպես թիվ վերաբերվենք, հենց այսքան integer դարձնենք։ Ու նաև պետք է վստահ լինենք, որ մենք չենք փորձում ինչ-որ պատահական տեքստ integer դարձնենք, էլի։ Այդ դրա հետ էլ բան, դասերի տնայինների մեջ լավ կվարժվի ձեր ձեռքը, էլի, այսպես բաներ անել։ Եթե բոլոր տնայինները նայեք։ Հա, գագիկ լսում եմ։ Այն operand-ը ինչ է նշանակում։ Operand-ը բանն է, օպերացիա անող բան, էլի, գումարումը օրինակ օպերանդը, հանում, բազմում, պատկում, բաժանում։ Օպերացիա բառը էլի մոտավորապես։ Հասկանալի է, շնորհակալություն։ Հա, քեզ մերսի, լավ նկատեցիր։ Ուժորդ ոնց որ արդեն այսքան է, այս ներքևը նույն գրվածս էր, նույն հենց նոր ասածս այս ներքևը գրված։ Տեսական կտորը այսօրվա այսքան է։ Ինչ-որ հարցեր կա, ինչ կուզեք կրկնենք, այս ձախից կարաք նայեք, թե ինչեր ենք արել այսօր, որ տենց վերհիշում որպես էլի, որ տեսնենք ինչից հարցում եք։ Հա, Աննա, լսում եմ։ Իսկ եթե նեն ստացվի, որ input-ում գրած թիվը բաժանելուց օրինակ 3-ի, ինքը float թիվ է ստացվելու։ Այդ դեպքում մենք կարանք int գրենք, թե պետք է անպայման ուրիշ ձև գրել։ Այդ դեպքում եթե ուզում ենք, որ անպայման int ստանանք, ոչ թե float, երկու տարբերակ ունենք, կամ կարանք բաժանենք, ստեղ գրենք print number բաժանած 3, բայց սա հետո դարձնենք մի վարքյան կներեք։ Այս սա վերցնենք ու int դարձնենք, գրենք int number բաժանած 3, սա մի տարբերակ։ Ըստ օրինակ 14-ը ինքը կտա այդ ամբողջ մասը, էլի int դարձրած։ Կամ էլ այսինքն կարանք օգտվենք ոչ թե բաժանման գործողությունից, այլ ամբողջաթիվ բաժանման գործողությունից, այս երկու հատ tag գծից, որ էլի նույն արդյունքին գանք։ Այս օքեյ է։ Գիտեք ինչ էի ուզում հարցնել, այդ ոչ թե նենց անենք, որ integer լինի, այլ նենց թիվ ստացվի, որ ինքը ստորակետով թիվը, ինքը էլի integer-ը բերելու, թե հենց կետիկով է բերելու, ստորակետով։ Հասկացա ոնց որ թե, եթե մի հատիկ բաժանում դնենք, ինքը ինչ ուզում է լինի, նույնիսկ մեկը բաժանած մեկ լինի, մեկը կետիկով է բերելու։ Իսկ ընդհանուր եթե ուզենանք օրինակ ուզում ենք 3-ի բաժանենք ու նենց թիվ մեզ գա, որ բաժանենք ու ամբողջ թիվ ստանանք, այդ ոնց որ չենք կարողանանք, որտեղ մուտքում ինչ ասես կարանք ակնկալենք, էլի ինքը ինչ ասես կարա մուտք տա մեզ։ Դրա համար պետքա ոնց որ ոչ թե IS փուլում է դրա հարցը լուծենք, այլ հետո ծրագրի աշխատելուց լուծենք, էլի այդ իմ ասած երկու մեթոդներից մեկով։ Ու նաև ոնց որ եթե ինքը կարա ստորակետով թիվ տա, կարանք ստեղ գրենք float input, որ ի սկզբանե ինքը կարողանա նաև ստորակետով թվեր տա, էլի։ Okay, հարցին պատասխանեցի, վստահ չեմ, էլի որ հենց Հա, հենց վերջի մասն է ինձ հետաքրքիր այդ float-ի բա։ Հա, okay, շատ լավ։ Հա, շատ լավ։ Հա, էլի հարցեր կան։ Մի հարցեր ես էլի տամ։ Իհարկե։ Իսկ double հասկացություն կա, ստե որ ստորակետից հետո մի քիչ ճշտությունը ավելի բարձր եղնի, ստե օգտագործում ա, չէ՞ տես տերմին։ Հա, հասկացա, դրան էլ մի փոքր առնչվել ենք, այդ հետո վիդեոում կարող անենք, ստեղ մենք լրիվ չկունենք։
մենք կարանք փոփոխականի մեջ կարա թիվ լինի, կարա տեքստ լինի, կարա ինչ ասես կարա լինի։ Ամեն ինչ կարա լինի ու այդ ամեն ինչը ինչ չափի ուզի կարա լինի։ Այսինքն մենք չպետք է Python-ին ասենք, որ այս չափի դարակ հատկացրու այս տեսակի, մենք իրան կանք ուղղակի տանք ու ինքը արդեն ոնց որ sense ասած C++-ի դեպքում խնդիրները լուծելը մեր կողմի վրա է, մտածել ինչը ոնց է արկել, իսկ նրանց ոնց որ ամեն ինչ գցում ենք Python-ի վրա, sense տալիս ենք ամեն ինչ, ասում ենք դե յոլա գնա։ Okay։ Sorry, Անա, հարց ունեք էլի։ Կամ եթե շուտ եք։ Հա, չէ, նորմալ է, ինչ ներողություն։ Ահա, գագիկ։ Մենք ոնց կարանք օրինակ ֆայլ սարքենք շատ փոքր, օրինակ որ այս բանի մասին էլի խոսքը, որ գրենք print hello world, այդ ծրագիրը աշխատի ու օրինակ ինչ որ մեկի հետ կիսվենք։ Հա, այդ ինչ որ մեկի հետ կիսվելը, հա, մերսի մյուտան լինելու համար։ Այդ ինչ որ մեկի հետ կիսվելը ոնց որ ուղղակի ֆայլը ուղարկելու մասին չէ՞ խոսքը, այլ թե ինչ որ իրեն բան ուղարկենք, ինքը մտնի օգտագործի, դրա մասին չէ՞ խոսքը։ Ավելի շատ այդպես։ Հա, այդ մի քիչ այդքան էլ բան, այտենց ուղիղ հեշտ ստացվող բան չի, օրինակ JavaScript լեզուն ինքը հենց բրաուզերի լեզու է, երբ կայս շոբան գրես ու ինքը հենց բրաուզերում աշխատի, Python-ի հետ նրբություններ կա, էլի, այդ որ ուրիշներին կարողանանք տանք ծրագիրը, այդ էլի լրիվ ձև է, ոչ բարդ լինող բան է, բայց մի քիչ հետոյվա թեմաներ է, էլի, այտենց բավականին հետոյվա թեմաներ։ Բայց Python-ն էլ չի օգտագործում բրաուզերներում, back-end-ում։ Ահա, բայց հենց ուղիղ ձևով չէ, էլի։ Այսինքն եթե ուղղակի գրենք ինչ-որ, եթե JavaScript-ը ուղղակի գրենք print արա սա, այդ console log գրենք սա, այդ արդեն կաշխատի։ Իսկ Python-ում լրացուցիչ քայլեր պետք է անենք, էլի, կամ պետք է ծրագիրը նենց փոխենք, որ ինքը ունենա այդ ամեն ինչը, ինչ իրան բրաուզերում աշխատելու ունակ է դարձնում, կամ պետք է մի հատ ինչ-որ ուրիշ գործիքներից օգտվենք, որը որ Python-ի ծրագիրը աշխատացնում, մի քիչ բզբզալու բաներ կա, էլի, sense ասած մեջ։ Շամալ է երկար գործ այսինքն։ Երկար չի, զուտ հիմիկվա չի, էլի, զուտ դրան կգանք, ուղղակի ուշոտ, էլի։ Դրա տերմինն էլ ասեմ, այդ որ կոդը ուզում ենք գցենք ինտերնետ ու մարդիկ օգտվեն այդ կոդից, դա կոչվում է կոդը deploy անել, sense ասած առաքել։ Այդ էլ պրոստը ոտի վրա տերմին, ինչքան շատ տերմիններ, այդքան լավ ի վերջո։ Էլի հարցեր կան։ GitHub-ով չի արվում արդեն կոդը։ GitHub-ը մոտավորապես ճիշտ է, GitHub-ը այնտեղն է, որտեղ կարա հավաքվի կոդերը, բայց մեկը այդ կոդերը աշխատացնելու համար մի հատ ինչ-որ ուրիշ գործիք է պետք, էլի։ Որ GitHub-ը ոնց որ ասած GitHub-ը բանն է։ Հա, լավ, օքեյ։ Բան չփորձեմ մտածեմ համատել ձեզ։ Հա, շատ լավ։ Էլի հարցեր ժողովուրդ։ Դրանով եկեք այդ դեպքում անդրադառնամ տնայիններին։ Տնայինները լինելու են այս profound.academy հարթակով, ես այս ամեն ինչը կուղարկեմ չաթում, էլի։ Ինքը բան, ոնց որ մի հատ հարթակ է, որտեղ որ կարելի է տարատեսակ լեզուներ ու բաներ սովորել, ինքը տենց մի հատ հայ փոքր թիմի կողմից է սարքված ու տենց շատ հաջող հարթակ է, որ հենց իրենց Python-ի կուրսեր կա այստեղ, որտեղ որ համ տեսական մաս կա գրած, sense բացատրություններով, համ առաջադրանքներ կան գրված, այս մի խոսքով շատ ընտիր ռեսուրս է, էլի, ես աշխատում եմ դասերն էլ նենց անեմ, որ այս կուրսի հունով գնանք, բայց նաև ինչ-որ ուրիշ բաներ ծածկենք, որ համ ստեղից ամեն ինչ կրկնենք, համ ստեղից ինչ-որ ուրիշ նորություններ լինի մեր մոտից, ինքը տենց հիմնված է այն գաղափարի վրա, որ ինչ-որ բան սովորելու համար պետք է լիքը փորձ, պետք է լիքը տնային անել, պետք է ձեռը բացվի։ Ու դրա համար այդտեղ լիքը խնդիրներ կան ու շատ հաջող խնդիրներ կան որոշ դեպքերում։ Հիմա մեր առաջի տնայինը լինելու է այս առաջի երկու բաժինները, այս մուտք եւ ելք բաժինը եւ փոփոխականներ ու ամբողջ թվեր բաժինները։ Այստեղ մի քանի բան ցույց տամ միանգամից այս հարթակի հետ կապված։
Առաջի բանը էտենա, որ ոնց ենք լեզուն փոխում, նախ գրանցվելուց պետքա գաք ու լոգին լինեք, ինչ-որ Gmail-ի account-ով, ինչ-որ Gmail-ով լոգին լինեք, լոգին լինելուց հետո կարա գաք, ստեղ կտսնեք ձեր բանի վրա, այժմ ռեգիստրացիա լինելուց հետո, կտսնեք ձեր անբան պրոֆիլի վրա, երկրորդ բանը ընտրեք ու լեզուն դարձնեք հայերեն, եթե կարիք ունեք, իսկ եթե կարաք անգլերենով, շատ ավելի ցանկալի անգլերենով, որտեվ ահա որ կարող է լինելու անգլերենել, ինչ որ բայց շատ կարող է լինելու։ Ու նաև եթե մարդիկ կան, որ տենց save ֆոնին են սիրում, կարող են երրորդ կոճակին կտեսնեն ու էկրան մուտքը դառնա save։ Ձեզ պետք է լինելու այս Python-ի ներածություն դասընթացը։ Ստեղ սա որ մտնենք, եկեք լավ սպիտակ դարձնեմ։ Սա որ մտնենք, ամեն խնդրի համար լինելու է sense բաժիններ, ձախից մի հատ լինելու է ինչ որ տեքստ, ինչ որ դաս կլինի, sense ասած կամ առաջադրանք կլինի, ու ներքևում լինելու է առաջադրանք։ Ոնց է պետք առաջադրանքը անել։ Այս աչից մեր կոդ գրելու դաշտն է։ Ստեղ պետքա գանք ու ոնց որ մեր ծրագիրը հավաքենք, այս առաջի առաջադրանքը եկեք միասին անենք, ասում ենք գրեք ծրագիր, որը կտպի Hi, I'm starting to learn Python։ Ստեղ գալու ենք այդ մեր տեքստը տպենք, եկեք sense copy paste անեմ։ Եկեք ինչ որ մի հատ բան սխալ անեմ ստեղ, կողքից ինչ որ թվեր եմ գրել։ Հետո Ոչ ստուգենք ծրագիրը ճիշտ ենք աշխատացրել թե չէ, կտեսնելու ենք այս run կոճակին կամ shift enter։ Ինքը աշխատացնելու է այստեղ մի հատ ինչ-որ թեստի վրա, ինչ-որ փորձնական օրինակի վրա։ Ու մեզ ցույց է տալու, թե ինչն էր ակնկալվում որպես ելք լինի, այս expected output գրածը։ Hi, I'm starting to learn Python։ Ու ինչն էր իրականում ելքը։ Սա որ աշխատացնենք, կտեսնենք, որ վայ, այստեղ թվեր ունենք ավելորդ։ Սրանք կարանք հետո ուղենք հանենք, նորից աշխատացնենք ծրագիրը, ու այս դեպքում արդեն, եթե ճիշտ ենք արել, կտեսնենք, որ ինքը կարմրեց։ Եթե ինքը կարմրեց, սա հլդար չի նշանակում, որ հաջողության ենք հասել։ Հետո պետք է սխմել այս submit կոճակին, ու ինքը ժամանակ, նայեք, ինքը առաջի run-ի ժամանակ, ինքը ծրագիրը աշխատացնելու է, ոնց որ մի քանի հատիկ օրինակի վրա։ Օրինակ պատկերացրեք ուզում ենք բան, ծրագիր գրենք, որ թիվը կբազմապատկի 2-ով, ու մեզ տված է, որ օրինակ եթե մուտքում գա սա 3, պետք է ելքում լինի 6։ Մեր ծրագիրը կարող ունենա sense տեսքը, չէ, 2 անգամ 3։ Այս տեսքը եթե լինի, օրինակի վրա ինքը ճիշտ աշխատի։ Բայց այս ծրագիրը սխալ է։ Սա 2-ով բազմապատկելու ծրագիրը չի, սա մենակ օրինակի դեպքում է աշխատում։ Դրա համար հաճախ լինելու է դեպքեր, երբ որ դուք սեղմելու եք ծրագիրը գրեք run, ինքը աշխատի, բայց հետո սեղմեք submit ու ինքը սխալ աշխատի։ Դուք ասում եք, այս ինչ վիճակ է, այս ճիշտ եմ գրել կոդը, ինչի ասում սխալ է։ Այս ոնց որ այս մի հատ բան է, որ տենց միշտ բոլորի մոտ լինելու է, բոլորս դրա մեջով անցնելու ենք, այս պետքա այս գաղափարը մարսել, էլի, որ submit-ը կարա մեկ-մեկ բերի, որ սխալ ենք գրել։ Որպես հուշում, թե ինչպես էս օրին բանի մեջ չընկնել, այստեղ օրինակ խնդիրը տված 7-րդ խնդիրը։ Ինչ որ անուններ ա մուտքում տված, ասում է բարևել այդ անուններով մարդկանց, որպեսզի նես չլինի, որ run-ի դեպքում ճիշտ աշխատի, submit-ի դեպքում սխալ ու տենց ստացվի անգիր են կարողակի run-ը, կարեք մի հատ մտքում փակեք այդ տված օրինակը ու մտածեք, եթե ինձ այս օրինակը տված չլիներ, ես նույն ձև կգրեի իմ ծրագիրը, թե չէ։ Եթե նույն ձև չէի կգրի, ուրեմն երևի ինչ որ մի բան այն չի, էլի, submit-ի դեպքում կարա սխալ աշխատի։ Երկու բան էլ ասեմ, այս կոդի դաշտի հետ կապված։ Այստեղ կարող եք նաև պլյուս մինուսով մեծացնել, փոքրացնել, կարող եք գալ այս վանդական այս նաստրոյկային սխմել ու ընտրել տարբեր տեսակներ, այսպես բանի, ոճեր էս տեքստը գրելու դաշտի, ըստ ճաշակի կարաք փոփոխեք ամեն ինչ, էլի։ Էլի բաներ կա, որոնք մի քիչ ավելի ուշ կանրադառնամ կամ հետո առանձին վիդեոյով կուղարկեմ, շատ չեմ ուզում ծանրաբեռնել։ Մի հատ ստեղ ստոպ տամ, տեսնեմ ինչ հարցեր կան, հետո էլի շարունակեմ ներկայացնել։ Բարի։ Ստեղ կա նաև մի քանի էլի հարմար գործիքներ, մի հատը ասեմ, բայց խնդրեմ, որ չօգտագործեք։ Երբ որ շատ սխալ եք անում, եկեք լավ, երբ որ շատ անգամ սխալ եք անում, եկեք sense գրենք։ Ահա, ինքը որ ասում է սխալվել ենք, sense մի հատ դաշտ ամ ասում, ասում է ask AI assistant։ Սա ChatGPT կոչված բանին է հարցնում ու ChatGPT-ն մեզ հուշում է տալիս, թե ինչն ենք մենք սխալ արել։
Սենց մի հատ բան կա, ես եթե նայենք, օրինակ, տեսնենք ինչ կտպի, գուցե միանգամից ասի ինչն է սխալ, բայց մի խոսքով մեզ պատասխանում է։ Ինքը ընդհանուր առմամբ շատ լավ բան է, բայց երբ որ սկսում ենք նոր ճանապարհը, ինքը ամենավատ բանն է, որ կարող լինի։ Ինչի, որովհետև երբ որ ինքը մեզ միանգամից ասում է, թե մենք ինչ ենք սխալ արել, մեզ հեշտ է, մենք խնդիրը հեշտ լուծում ենք, բայց սովորելու process-ը հեշտ process չի, էլի պետք է տենց անել, սխալվել, չհասկանալ, տենց գլուխը այնքան տալ պատին, մինչև հասկանալ, որ վայ ոնց է, այդ փոխաբերական ասած, վայ ոնց է պետք լուծել խնդիրը։ Մեր այս AI ասիստենտը մեզ այդ խնդրում ահա որ խանգարելու է։ Ինչքան ավելի քիչ իրենից օգտվենք, այդքան ավելի լավ։ Սենց մի հատ վուտմատիվ, ու նաև ինքը կարող հաճախ սխալ ասի, ու հաճախ կարող ասի նենց բան, որը որ կապ չունի մեր կուրսի հետ, ինչ որ հետո ես միշտ թեմա օգտագործի, տենց մեզ բացատրի։ Մի խոսքով ես ձեզ խնդրում եմ ու տենց խնդրում եմ ուղղակի, որ իրենից մի օգտվեք։ Որպես վուտմատիվ օրենք, եթե խնդրի մեջ այնքան եք սխալվել, որ ուզում եք AI ասիստենտից օգտվել, խնդրում եմ այդ ժամանակ կամ ինձ նամակ գրեք, ասեք սա չի ստացվում, կամ ավելի ցանկալի է ընդհանուր ալիքով նամակ գրեք, որ համ շատ մարդ կարանա օգնի ձեզ միանգամից, համ էլ այդ հարցը ոչ միայն ինձ ու ձեզ օգտակար լինի, որ այդ հարցից, այլ բոլորին օգտակար լինի, որ բոլորը տեսնեն ու դրանից ինչ-որ մի նոր բան սովորեն, էլի։ Ու նաև քանի որ ես հիմնական դաս եմ տալու, բայց էլի մարդիկ կան, որ օգնելու են ասա դասընթացը հաջող անցկացնել, որ նաև իրանք, եթե ես օրինակ անհասանելի լինեմ այդ բանին, իրանք տեսնեն ու իրանք արագ ձեզ օգնեն, էլի։ Դրա համար խնդրում եմ հենց բան, ընդհանուր ալիքում հարցրեք, բայց եթե ինչ-որ մեկ ուզում է առանձին հարցնի, ոչ մի խնդիր, էլի։ Կարող է ձեզ կոմֆորտ լինի, այդ ուղղակի որպես տենց խնդրանք։ Ու AI ասիստենտն էլ դեռ մի հարցրեք, էլի, դա էլ։ Մի հատ ուրիշ բան, երբ որ դուք կոդը գրեցիք ու ճիշտ լուծեցիք, խորհուրդ եմ տալիս գալ այս երկրորդ դաշտը submissions գրածը։ Երբ որ գաք ստեղ, դուք արդեն կտեսնեք ուրիշ մարդկանց գրված կոդեր։ Դուք սա կարող բացեք, այս մարդկանց չգիտեմ, բայց եկեք ինչ-որ մեկի կոդը բացեք ու նայենք տեսնենք, թե ուրիշ մարդ ոնց է գրել։ Այս առաջին խնդիրներում դա տենց շատ օգտակար չի, որովհետև հիմնականում ծրագրերը նույնն են, բայց խնդիրները, որ բարդանում են, արդեն հավես է դառնում, էլի նայել տարբեր մարդկանց ծրագրեր։ Անձամբ ես տենց եղել է, որ խնդիր լուծել եմ, ասենք դասընթաց անցկացրել եմ, ինչ-որ խնդիր լուծել եմ, հետո կոդերը նայել եմ ուրիշների, տեսել եմ, որ ոյ էս կայֆ ձև է լուծել այս մարդը։ Ոնց այդ շատ օգտակար է եղել հենց ինձ։ Դա խորհուրդ եմ տալիս, երբ որ խնդիրը լուծեցիք, վերջացրեցիք, բացեք ու նայեք, թե ուրիշները ոնց են այդ խնդիրը լուծել։ Ահա։ Սա սրանց հետ կապված մեծամասամբ ինչ պետք էր հարթակի հետ ոնց որ թե ծածկեցինք, նաև այստեղ ներքևում կա դաշտ, որտեղ որ կարող եք գրել ձեր հարցերը որ գրեք, իրենք բոլորին են գրելու, ով որ այս կուրսից օգտվում է։ Այս կուրսը բաց հասանելի է դրած, էլի։ Ու կա մի հատ դաշտ կոչվող suggestions, որտեղ որ կարող եք գրեք ինչ որ խորհուրդներ, օրինակ ասեք այս խնդիրը վատ է բացատրված, կամ այս խնդիրը բան է, այս խնդրում տառասխալ կա։ Այդպես բաներ որ գրեք, դա երևալի է մենակ այս կայքի ինստրուկտորներին, այսինքն կայքը ստեղծողներին ու ելի մի քանի հոգու ինձ էլ է երևալու, այս էլ ոնց որ ուղղակի կարաք լավ գործ անեք, եթե ինչ որ սխալ եք նկատում, նշեք, դրանով կօգնեք դասընթաց այս կուրսը լավացնել, էլի։ Բայց այս երկուսն էլ պարտադիր չեն որպես այդպեսին։ Մնացած բաներից էլ արդեն կխոսենք հետո, այս բայդրությամբ ինչ բավարարներ ծածկեցինք, տնայինը նորից կրկնեմ, լինելու է առաջին բաժինը ու երկրորդ բաժինը։ Միանգամից նշեմ, այս երկրորդ բաժնի վերջի երկու խնդիրները պետքա որ լավ տանջվեք։ Հեշտ խնդիրներ չեն, նենց համով տեղին լավ իդեա պարունակող խնդիրներ են։ Միանգամից ասեմ, եթե փորձեք ու երկար չստացվի, հանկարծ դրանից չդեմոտիվացվեք, էլի, այդ ձեզանից չի։ Այդ ուղղակի նրանից է, որ նոր ենք սկսում, խնդիրները տեղին խնդիր է, ու համելով ասես, որ պետք է արագ լինի, ամեն մեկը իր արագությամբ առաջ գնում, դրա համար լրիվ օքեյ է։ Եթե ասենք մի բան աշխատացնենք ու 10 անգամ չստացվի, լրիվ լավ է։ Ես ահա որ բան եմ լինում, էլի ոգևորում եմ, որ տեսնում եմ աշակերտս ինչ-որ մեկը 15 հատ կարմիր իրար հետևից սխալ լուծում ու էլի 16-րդ անգամը գրում է, էլի։ Այդ շատ լավ է, էլի, այդպես որպես կյանքի մոտեցում էլ շատ ճիշտ է, էլի։ Մի խոսքով չենք վախենում խնդիրներից, չենք հիասթափվում, որ չի ստացվում ինչ-որ բան, այլ ուղղակի նորից ենք փորձում ու նաև հիշում ենք, որ մենք մենակ չենք, էլի, օգնության ենք դիմում, երբ պետք է լինում։